Փառքը Հիսուս Քրիստոսին ամեն։ Փառտիրոջը շնորհակալ եմ թանկագին եկեղեցի Հիսուս Քրիստոսից, մեր թանկագին հովիվներից եւ ձեզանից, որ եկել ենք ակնկալիքով, ամեն։ Մեր թանկագին եղբայրս ասեց հավատում եմ, ձեր հավատքով թող ձեզ լինի։ Ես էլ եմ հավատում, ես էլ եմ հավատացյալ։ Երեք միտեղ զրուցում էինք ու մի հետաքրքիր պատմություն մեր քույրիկը պատմեց ու պատմեց ու ասեց կարող է այս հովիվը հավատացյալ չի։ Այդտեղ կար մի հատ այդպես արտահայտություն, իհարկե հովիվները հավատացյալ են։ Ամեն ու գտնում ենք հավատացյալների շրջանակներում, որտեղ մեզ բոլորիս միաբանել է Տերը։ Մենք բոլորս եկել ենք, միաբանվել ենք եկեղեցու մեջ, գտել ենք մեր փրկությունը, գտել ենք մեր խաղաղությունը, գտել ենք այն ուրախությունը, որը աշխարհում չկա։ Հա? Ու եկեղեցին դա մեր հրաշալի մի այն վայրն է, այն տունն է, որտեղ որ մենք կառուցվում ենք, որտեղ որ մենք նորոգվում ենք, բժշկվում ենք, լցվում ենք ամեն անգամ մեր քաղցր ու անուշ հրաշալի ու սիրելի Հիսուս Քրիստոսի ներկայությունով։ Փառք մեր Տիրոջը։ Եթե չլիներ Հիսուս Քրիստոսը, չէր լինի եկեղեցին։ Եթե չլիներ եկեղեցին, մենք արդեն վաղուց կկորցնեինք կյանքի նպատակը, իմաստը, եւ մեր կյանքը չէր կառուցվի Աստծո խոսքի հիման վրա, այլ մեր կյանքը կկառուցվեր այնպես, ինչպես որ մենք ենք կամենում եւ դժվար թե այդ կառույցը երկար կարողանար դիմանալ։ Հա? Այսօրվա խոսքի վերնագրել եմ այսպես։ Իհարկե ես այս խոսքը խոսել եմ մեզ մոտ եւ այս խոսքը ծնվել է իրականությունից։ Այս խոսքը ծնվել է մեր քրիստոնեական շրջանակներում տեղի ունեցող իրավիճակներից, որովհետեւ մենք գտնվում ենք եկեղեցում, մենք հավատում ենք, մենք ընթերցում ենք, աղոթում ենք, բայց կա շատ կարևոր մի բան։ Մի շատ կարևոր բան, որին պետք է ուշադրություն դարձնենք ամեն մեկս։ Եվ այս քարոզը ծնվել է հենց այդ իրականությունից եւ վերնագրել եմ այսպես. իմաստուն ճարտարապետը։ Եվ այսօր ուզում եմ մենք միասին տեսնենք Աստծո խոսքի մեջ ինչ հետաքրքիր իմաստություն է տալիս Աստված եւ ովքեր են այդ իմաստուն ճարտարապետները։ Աստվածաշունչը խոսք է քո ապագայի համար։ Ամեն։ Իրականում Աստվածաշունչը խոսք է մեր ապագայի համար։ Այնտեղ մենք գտնում ենք մեր ապագան կառուցելու հրաշալի հիմքեր, մեր ապագան կառուցելու հրաշալի ուղերձներ, խորհուրդներ։ Աստվածաշունչը խոսք է մեր ապագայի համար։ Նա ցույց է տալիս քեզ սպասվող ծրագրերը, պրոյեկտները, գծագրերը։ Եվ դու որոշում ես Աստծո խոսքի հետ համագործակցել, Աստծո պրոյեկտները սկսում են քո կյանքում իրականություն դառնալ։ Երբ որ դու սկսում ես Աստծո խոսքի հետ համագործակցել։ Եթե քո կյանքում դու դեռ ինչ-որ բան չես տեսնում, կա չէ, այսպես խոստմունք ես ստացել Աստծո խոսքից, ընթերցանության միջոցով, կարդում ես Աստվածաշունչը եւ Աստծո խոսքը քեզ խոստմունք է տալիս։ Գալիս ես եկեղեցի։ Հովիվը քարոզում է Աստծո խոսքը եւ քարոզից դու խոստմունք ես ստանում։ Աղոթում են քեզ համար եւ դու խոստմունք ես վերցնում քեզ համար։ Բայց քանի դեռ դու չես տեսնում այդ խոստմունքները իրականություն դարձած, դա չի նշանակում, որ դրանք չկան։ Դա չի նշանակում, որ դա չի լինելու։ Դա նշանակում է, որ կա ժամանակ, եւ դա նշանակում է, որ միգուցե մենք դեռ այդ գծագրերը չենք կարողանում հասկանանք եւ իրականություն դարձնենք։ Ես ուզում եմ մի օրինակ բերեմ։ Պատկերացրեք երկու հոգու տալիս են գծագրեր եւ այդ երկուսին էլ հանձնարարում են որպեսզի տուն կառուցեն։ Այստեղ կան շինարարներ։ Ամեն։ Փառք Տիրոջը։
Մենք բոլորս էլ միգուցե շինարարներ չենք, բայց շատերս հասկանում ենք շինարարությունից, այո։ Կան մարդիկ, ովքեր գծագրերից են հասկանում։ Կան մարդիկ, փառք Տիրոջը։ Գիտեք, պատկերացրեք այսպիսի մի իրավիճակ։ Երկու հոգու վերցնում են, երկուսին էլ տալիս են գծագրեր եւ ասում են դուք պիտի կառուցեք այսպիսի տուն։ Երկուսն էլ կառուցում են։ Երկուսն էլ սկսում են շինարարությունը։ Բայց մեկը կառուցում է այնպես, ինչպես որ ինքն է հասկանում, որովհետև գծագրերից բան չի հասկանում։ Իսկ մյուսը սկսում է կառուցել ըստ գծագրերի եւ ըստ գիտելիքների, որովհետև նա հասկանում է գծագրերը, կարողանում է ընթերցի, կարողանում է հասկանալ թե այդ գծագրերով ինչպես կառուցի։ Երկուսն էլ կկառուցեն։ Երկուսն էլ գեղեցիկ, մեծ, 2 հարգանի, լավ, 3 հարգանի, որ քո ճաշակով լինի, 3 հարգանի տուն են կառուցել։ Լավ է, չէ, 3 հարգանի մոտավորապես 6 սենյակ ունեցող տուն, ով կուզի։ Կուզեք, հաստատ։ Իսկ որ մի տունը կվերցնեք, այն որ գծագրերից չի հասկանում, իր կառուցած 3 հարգանի ամեն հարգում 6 սենյականոց տուն կվերցնես։ Ինչի՞։ Վախը Աստծուց չի։ Իհարկե, մենք բոլորս էլ հասկանում ենք, երկուսն էլ կառուցված տուն է, բայց երբևիցե չես վերցնի այն տունը, նույնիսկ եթե նվեր տանք ես, որը որ կառուցվել է առանց գծագրերի, առանց գիտության։ Մենք հասկանում ենք, որ կա կյանք, կա բաներ, կյանքը մնում է կյանք, բոլորս էլ ապրում ենք այդ կյանքը, բոլորս էլ կառուցում ենք մեր կյանքը, բայց ինչպես ենք կառուցում։ Իմաստուն ճարտարապետի պես, թե այն մարդու պես, որ ընդհանրապես գծագրերից բան չի հասկանում, բայց իր կյանքը կառուցում է ու հետո մեկ էլ տեսնում ենք, այդ ամեն կառույցը փլուզվեց։ Աստված նրանց անվանում է իմաստուն եւ ոչ իմաստուն։ Մատթեոս 7-րդ գլխում 24-ից 27-րդ խոսքերում գրված է այսպես. Ամեն ով որ իմ այս խոսքերը լսում է եւ կատարում, նրան կնմանեցնեմ մի իմաստուն մարդի, որ իր տունը շինեց ժայռի վրա։ Եվ անձրևն էլ եկավ, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին եւ այն տանը զարկեցին, եւ նա չկործանվեց, որովհետեւ հաստատված է ժայռի վրա։ Իսկ նա, որ իմ այս խոսքերը լսում է եւ չի կատարում, նա կնմանվի մի անխելք մարդի, որ իր տունը շինեց ավազի վրա, եւ անձրևն էլ եկավ, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին, եւ այն տանը զարկեցին, եւ նա կործանվեց, ու նրա կործանումը մեծ էր։ Աստված մեզ մի ուղերձ է տալիս, ասում է սիրելիներս, կան մարդիկ, ովքեր լսում են իմ խոսքը, բայց չեն կատարում, ովքեր լսում են իմ խոսքը, բայց վարվում են այնպես, ինչպես իրենք են կամենում, լսում են իմ խոսքը, բայց գնում են իրենց ցանկությունների ետևից, եկեղեցում ենք, աղոթում են, կարդում են, բայց միևնույնն է, չեն կատարում իմ խոսքը։ Գիշեք Հիսուս Քրիստոսը փարիսեցիների եւ դպիրների մասին ինչ էր ասում են։ Ասում էր. «Կեղծավորներ, որովհետեւ դուք լավ գիտեք, լավ խոսում եք, բայց չեք կատարում այն, ինչ որ գրված է, ինչ որ խոսում եք»։ Բայց Աստծո խոսքը նմանեցնում է այն մարդկանց, ովքեր լսում են իր խոսքը եւ կատարում են, նմանեցնում է իմաստուն մարդկանց, ովքեր իրենց կյանքը կառուցում են Տիրոջ խոսքի եւ ամուր ժայռի վրա։ Սիրելիներս, այդ տունը մենք ենք։ Այսօր մենք բնակարան ենք, որը կառուցվում է։ Եվ Աստված այդ կառույցը վստահել է ինձ եւ քեզ։ Փառք եմ տալիս Աստծուն, որ գտել ենք Տիրոջը եւ
գտել ենք եկեղեցի եւ հաստատվել ենք Աստծո մեջ։ Գալիս ենք եկեղեցի, գալիս ենք Աստծո տուն, գալիս ենք նորոգվելու, գալիս ենք վերցնելու այն շինանյութը, այն մենք մեզ կառուցելու համար։ Եվ շատ կարևոր է այդ շինանյութը։ Այդ տունը մենք ենք, մեր կյանքն է, մեզանից կախված մեր ապագան եւ Աստծո խոսքը, մեր անձի շինանյութն է, այսինքն շինության նյութն է, սիրելիս։ Աստծո խոսքը մեր անձի շինության նյութն է։ Կա մարդ, որ Աստծո խոսքով կառուցվել է, նորոգվել է, վերականգնվել է։ Մենք բոլորս եւ փառք Աստծուն, եւ ինչքան կարեւոր է, երբ որ ինչ-որ մի բանի կարիք ունենք, վազենք դեպի Աստծո տուն։ Տանը երբ որ ինչ-որ մի բան խափանվում, փչանում, ուր են գնում շինանյութի խանութ, չէ՞։ Վազում ենք շինանյութի խանութ, որովհետև լսել եք այն ասма տրուբա լոպնուլ վադաֆաշ։ Հա, ուր են գնում ենք սանտեխնիկայի խանութ, միանգամից ինչ-որ մի խողովակ կամ ինչ-որ մի բան վերցնում ենք, բերում ենք, որպեսզի նորոգենք, տակի հարևանը չգասի, լողացրի, լավ է, բա ուր է սրբիչս։ Գիտես, երբ որ մեր անձնական կյանքում, մարդկային մեր կյանքում ինչ-որ մի բան են չի, եկեք չվազենք շինանյութի խանութ, եկեք գանք Աստծո տուն, որովհետև Աստծո խոսքն է մեր շինանյութը, շինության նյութը, որովհետև ինքը շատ մեծ զորություն է պարունակում իր մեջ, ուժ եւ կարողություն է տալիս Աստծո խոսքը։ Համաձայն ես։ Աստծո խոսքը վերանորոգում է քո հույսը ապագայի նկատմամբ։ Ինչքան խոստումներ են եղել քո կյանքում, որ սպասել ես ու հետո հույսդ կտրել ես։ Հետո մտածում ես, երևի դե կարող է չլինի։ Երբ որ հույսդ կտրվում է, հավատքդ էլ է կոտրվում։ Տենց է թե չէ։ Բայց երբ որ գալիս ես նորից դեպի Աստծո խոսքը քեզ վերականգնում է քո հավատքը։ Քո հույսը զորություն է տալիս, որպեսզի հույսը չկոտրվի։ Գիտեք ինչքան իրավիճակներ են եղել մեր կյանքում, մենք բոլորս էլ մարդ ենք, ապրում ենք այս երկրի վրա, եւ բոլորիս հետ էլ նույն խնդիրները պատահում են։ Վերևում, երբ որ ընթերցեցինք, մենք տեսանք, որ Աստծո խոսքն ասում է, եւ փոթորիկներն էլ կգան, քամիներն էլ կփչեն, հա, գետերն էլ կվարարեն։ Գիտեք, դա սովորական կլիմայական ինչ որ կատակլիզմաների մասին չի խոսում։ Սա խոսում է հոգևոր, սա խոսում է մարդկային, մեր կյանքին վերաբերվող կատակլիզմների մասին, որ խնդիրներ կգան, հոգսեր կլինեն, ինչ որ հիվանդություններ գլուխ կբարձրացնեն, ինչ որ հարցեր կառաջանան, թշնամություններ կլինեն։ Եվ այդ ամենի միջով մենք անցնում ենք։ Եվ այդ ամենը գալիս է, որպեսզի քեզ կոտրի, քեզ գցի, քեզ հեռացնի Աստծուց։ Սիրելիս, այսօր Աստծո խոսքը այն շինության նյութն է, որ մեզ այդ իրավիճակներում ուժ ու կարողություն է տալիս եւ վերականգնում է մեզ։ Ամեն։ Դավիթը մի հրաշալի հերոս է, ստեղ են ասել, Դավիթի սաղմոսները վերցրու, բայց Դավիթի նման չվարվես։ Բաներ կա, որ չարժի Դավիթի նման վարվել, բայց Դավիթը շատ հրաշալի կյանքի իմաստուն սաղմոսներ է փոխանցել մեզ։ Եվ Դավիթը 28-րդ սաղմոսի 6-ից 7-րդ խոսքերում ասում է այսպես. Օրհնյալ է Տերը, որ լսում է իմ աղաչանքի ձայնը։ Օրհնյալ է Տերը, որ լսում է քո աղաչանքի ձայնը։ Տերը երբեք չի դադարում լսելուց, սիրելիս։ Նա ամեն ժամանակ լսում է քո ծածուկ աղոթքները, քո բացահայտ աղոթքները։ Եվ Դավիթն ասում է, օրհնյալ է Տերը, որ լսում է իմ աղաչանքի ձայնը։ Տերն է իմ զորությունը եւ իմ վահանը, իմ սիրտը նրան է հուսացել, եւ նա ինձ օգնություն եղավ։ Եվ ես իմ օրհնություններովը փառաբանում եմ նրան։
Հալելույա։ Փառք Հիսուսին, այո, փառքը Տիրոջը, որովհետև Տերն է մեր օրհնությունը, մեր զորությունը, երբ որ դու ինքդ ընթերցում ես այս խոսքը, Սաղմոս 28, եւ խորապես սկսում ես ընկալել ու հասկանալ ինչի մասին է խոսքը, եւ վերցնում ես այս խոսքը քո անձնական կյանքում որպես հիմք, գիտես, ամեն հրաշք կատարվում է հավատքի շնորհիվ։ Գիտեք, որ կարելի է կարդալ Աստվածաշունչը ու որպես ընթերցանություն։ Այդ ինչ որ մի հրաշալի տեղ կարդում ես, ասում ես հա լավ խոսքեր ա գրված, բայց քո հավատքը չի խառնվում դրան։ Բոլորիս հետ է լինում է, չէ՞։ Կա ժամանակ, որ ընթերցում ես Աստվածաշունչը, ինչ որ խնդիրների մեջ ես, կամ խնդիրներ չկան, կամ տխուր ես, ու ընթերցում ես ու անցնում ես այնպիսի հրաշալի մի խոստումների միջով, բայց հավատքը չի խառնվում դրան։ Դու հավատքով դա չես վերցնում, դա չի կարա իրականություն դառնա։ Ասում եմ հավատքը լսելուց է, լսելը Աստծո խոսքից։ Եվ երբ որ ես ընթերցում եմ Աստվածաշունչը, ես ընթերցում եմ, որպեսզի վերցնեմ այդ խոստմունքը, հավատքով վերցնեմ այդ խոստմունքը։ Աստված խոսում է քեզ հետ, սիրելիս։ Աստված խոսում է քեզ հետ ամեն ժամ ու ամեն վայրկյան։ Աստված չի դադարում լսել քեզ եւ խոսել քեզ հետ։ Հավատում ես։ Դե որ հավատում ես, ուրեմն ասենց մի հատ տնավարի հարց տամ, էլի։ Անկեղծ։ Մենք մերոնցով քանի Աստված տեղ չի լսում։ Լսում, հա? Հաստատ։ Բայց խոստովանելի կա, չէ, ինչ որ մի խնդրված, որ Աստված հələ չի լսել։ Կա, բա որ ասում եմ, սպասում ես, բայց հələ հաստատ։ Ով կա ձեզանից, որ էլ չի սպասում։ Հույսը կտրել է։ Հիմա հարց եմ ուզում տամ, բան չի ա, ինչի չի կատարվել։ Կարող է Աստված չի լսում։ Չէ, գրված է, որ լսում է, բայց մի քիչ չեմ հավատում։ Սիրելիներս, ուզում եմ մի օրինակ բերեմ Աստվածաշնչից, լավ։ Ով է հիշում Աբրահամին ու Սարային։ Ոչինչ, որ ասենց անմիջական եմ։ Հա։ Ով է հիշում Աբրահամին ու Սարային, չեմ ասում հիշես, որ իրար հետ դպրոց եք գնացել կամ մանկապարտեզ, բան է, Աստվածաշնչի պատմություններով։ Աբրահամն ու Սարան 80 անց տարեց մարդիկ էին արդեն։ Նրանց ամբողջ կյանքի երազանքը երեխա ունենալն էր։ Ես բայց զարմանում եմ, թե տարիքում էլ ինչ երազանք, էլի։ Բայց ես համ զարմանում եմ, համ էլ հիանում եմ իրանց այդ համառ հավատքի համար։ Որ մեկը, չէ, բայց ասեմ, որ միտեղ հույսները կորցրել էին։ Էլ հույս չկար։ Աստվածաշնչում հետաքրքիր մի տեղ գրված է, որ Աստված Աբրահամին հանդիպեց ու Աբրահամին ասեց, որ ես քեզ կօրհնեմ մեծ օրհնություններով։ Ու հիշում եք այդ տեղը, որ Աբրահամը չուրախացավ, որովհետև Աբրահամն ու Սարան հարստության կարիք չունեին, հա? Լավ ունեցվածք ունեին, հաջողակ էին իրենց գործերի մեջ։ Սիրո պակասություն չկար, որովհետև Աբրահամն ու Սարան այնքան էին իրար սիրում, իրանց վերաբերմունքը, իրանց միմյանց նկատմամբ ջերմությունը չէր պակասում։ Բայց մի բանի կարիք ունեին, երեխա չունեին։ Բայց այդ երեխու հետ էլ կապված իրանց հույսը կատարվել էր, արդեն տարիքի հետ էր կապված դա։ Ծննդոց 15-րդ գլխում է գրված, այստեղ ուզում եմ ընթերցեմ։ Տեսիլքում առաջի խոսքից Ծննդոց 15-րդ գլուխ առաջի խոսքից ասում է. տեսիլքում Աստծո խոսքը Աբրահամին եղավ այս ասելով. մի վախենա, ես քեզ հետ եմ։ Ես ներողություն, մի վախենա, ես քեզ համար վահան եմ։ Քո վարձքը խիստ շատ է։ Ինչ ես տալիս, քանի որ ինձ սերունդ չունեմ։
առանց զավակի եմ մնացել։ Եվ իմ տան տիրողը ահա Դամասկացի Եղիազարն է։ Մենք ստեղ ինչ ենք տեսնում։ Աբրահամին կոտրված, այդ առումով, այդ բնագավառը իրանց կոտրել էր։ Կա բնագավառներ մեր կյանքում, որ մեզ միգուցե եւ կոտրում է երկար տարիներ։ Պատկերացնում եք Աբրահամն ու Սարան, չեմ իմանում, անկեղծ ասած չեմ իմանում, որ տարիքից են ամուսնացել, բայց արդեն 80-ն անց են ու երեխա չունեն։ Համաձայնվենք երև մի 20 տարեկանում, մոտավորապես, օրինակի համար եմ ասում։ 20-ից մինչև 80 մոտ ինչ արեց, 60։ Պատկերացնում եք, մենք այսօր աղոթքներ ու երազանքներ ունենք, որ հղում ենք դեպի Աստծուն ու ասում ենք Աստված հələ չի լսել ու չի պատասխանել։ Անցել է մոտավորապես միգուցե մի քանի շաբաթ, կամ անցել է միգուցե մի քանի տարի, կամ մի քանի օր, բայց ստեղ մենք տեսնում ենք 60 տարի Աբրահամն ու Սարան երազել են։ 60 տարի Աբրահամն ու Սարան փափագել են։ Բայց այդտեղ մի կարևոր նրբություն էլ կա։ Աստված ուզում է ինքը փառավորվի։ Աստված ուզում է դու տեսնես իր փառքը։ Աստված ուզում է դու տեսնես իր փառքը, որովհետև Տիրոջ փառքը մեր տկարության մեջ է երևում։ Շատ օրինակներ կան։ Մի այսպիսի օրինակ բերեմ, մեկը մեքենայով գալիս է միտեղ, որպեսզի կայանատեղի գտնի ու կայանատեղի չկա։ Լսել եք այս պատմությունը։ Չեք լսել։ Ու կայանատեղի չկա, բոլոր մեքենաները կանգնած են, լիքն են, ու տեղ չկա, ու գալիս է ասում Տեր իմ Աստված, փառքի Աստված, խնդրում եմ քեզ ինձ համար մի կայանատեղի լինի կանգնեմ, ու մեկ էլ այդ պահին մի մեքենա դուրս է գալիս, ու ինքը արդեն պիտի կանգնի դրա տեղ ու ասում է լավ Տեր իմ Աստված, всё տեղ ազատվեց։ Էլ չեմ ուզում։ Գիտեք հետաքրքիրը որն է, որ չի պատկերացնում, որ աղոթեց ու իր Աստծո հրաշքներ դա։ Շատերը մտածում են, թե արդեն Տեր իմ Աստված, ես ինձանով այս հարցը լուծեցի։ Գիտեք դա ինչից է գալիս, երբ որ մենք ունենք այդ կարողությունը, ուժը, մեզ թվում է, թե դա մենք արեցինք։ Բայց Աստված ուզում է, որ ինքը փառավորվի քո կյանքի մեջ։ Երբ որ Փառք Հիսուսին, սիրելիներս, երբ որ մենք մեր մարդկայինը դնում ենք մի կողմ, երբ որ մենք մեր մարդկայինը իրականում Աբրահամի ու Սարայի մարդկայինը մեռել էր։ Երբ որ մարդկայինը մեռնում է, մենք էլ ենք գերեզման դնում այդ մարդկայինը ու հավատքով սպասում Տիրոջ խոստմունքին, Տերը իրականություն է դարձնում։ Ամեն։ Հալելույա։ Գիտեք, այդ ժամանակ Աստված երբ որ խոսաց Աբրահամի հետ, ի սկզբանե ասեցի, չէ, որ Աստվածաշունչը խոսք է մեր ապագայի համար։ Աստվածաշունչը խոսք է, ծրագիր է, գծագիր է։ Աստվածաշունչը հետաքրքիր մի հրաշք է մեր ապագայի համար։ Երբ որ Աստված Աբրահամի հետ խոսեց, Աբրահամը դեռ չէր պատկերացնում, թե Աստված ինչի է ուզում օրհնի եւ ինչ է սպասվում իրեն։ Չէր էլ պատկերացնում։ Օրինակ, դու պատկերացնում ես, թե Աստված ինչ է պատրաստել քեզ համար։ Չես պատկերացնում, չէ՞։ Ինչ օրհնություններ ունի Աստված քեզ համար։ Մի բան ասեմ, անկեղծ։ Դու հիմա ունես ցանկություններ, ունես երազանքներ։ Դա քոնն է։ Բայց թե Աստված ինչ է պատրաստել քեզ համար, դու էլ չես պատկերացնում։ Դու էլ դեռ չես պատկերացնում։ Իրականում Աստված խոսում է բոլորիս հետ ամեն ժամանակ։ Ու Աստված շատ ժամանակ ցույց է տալիս մեզ մեր ապագայի պրոյեկտները, ինչը Աստված մեզ համար պատրաստել, բայց հələ դեռ մենք չենք պատկերացնում։ Ու մենք ստեղ տեսնում ենք Աստված շարունակում է, երբ որ Աբրահամը ներկայացնում է իր խղճուկ վիճակը, որ արդեն всё, վերջ, հույս չկա, արդյոք Դամասկացի Եղիազարը պիտի ժառանգի իմ ունեցվածքը,
4-րդ խոսքում Աստված ասում է. «Եվ ահա Աստծո խոսքը եղավ նրան ասելով. նա չի ժառանգի քեզ, այլ նա, որ քո մեջքիցը դուրս կգա, նա կլինի քո ժառանգը, եւ նա դուրս հանեց նրան եւ ասաց. դեպի երկինքը նայիր, եւ եթե կարող ես աստղերը հաշվել, ահա այսպես կլինի քո սերունդը»։ Մնացածը չեմ կարդում, որովհետև շատ հետաքրքիր է մնացածը։ Թողել եմ ինձ։ Գիտեք Աստված ինչ է անում։ Ցույց է տալի Աբրահամին, քո նեղության մեջ Աստված շատ ժամանակ իր խոսքի միջոցով ցույց է տալի իր ծրագիրը քեզ։ Բայց արդյոք դու ուշադիր ես։ Արդյոք դու վերցնում ես։ Ես ուզում եմ պատկերացնենք Աբրահամի այս վիճակը, Աստված եկել խոսում է իր հետ, բաներ է ցույց տալի։ Աբրահամի ուշք ու միտքը գիտես որն է։ Մեր ուշք ու միտքն էլ մեծ մասամբ այդտեղ։ Իր խնդիրներն է, իր նեղությունն է, իր այդ օրվա հոգսն է, 60 տարվա երազանքն է, որ թաղել է ու ամեն անգամ գալի ծաղիկ է դնում այդ գերեզմանակարին։ Գիտես, եկեք մեր ուշք ու միտքը այդտեղից վերցնենք, դնենք Աստծուն։ Աստծո ձայնին ուշադիր լինենք։ Աստծո խոստմունքին ուշադիր լինենք։ Կարանք անենք, թե չէ։ Մի քիչ դժվար է, չէ։ Շատ դժվար բան եմ ասում, այ մարդ անհնար է, այսի մենակ գրքում է գրված։ Մենք էլ ոնց որ հավատացյալ անհավատներ ենք, անհնար է։ Թե հավատացյալներ ենք։ Ամեն բան հնարավոր է ինձ զորացնող Հիսուս Քրիստոսով, ամեն։ Հալելույա, ամեն բան հնարավոր է ինձ զորացնող Հիսուս Քրիստոսով։ Ու երբ որ Աստված Աբրահամին օրինակներով է ցույց տալիս, գիտես ինչ է անում։ Քո քնած, նստած, հոգնած տեղից վերցնում, տանում ու դուրս անում, ասում աստերին նայել։ Հələ նայ ես խոստմունքներին։ Ինչ ես տենում, անհամար աստղեր, կարաս հաշվես։ Կարաս հաշվես Աստվածաշնչում ինչքան խոստմունքներ կա քո համար գրված։ Կարաս հաշվես։ Չես կարա։ Մի փորձի, հաշվելը պետք չի, գնա հերթով այդ խոստմունքները վերցրու հավատքով։ Ու ասում է, երբ որ Աբրահամի, այն որ ասում է Աբրահամին տեղ հասավ։ Գիտես, չէ՞ մարդ կա, չէ՞, ասես խոսում ես, դու խոսում ես, ինքը չի լսում քեզ։ Ասես նայում գլխով անում, բայց թե ինչ ես խոսում, չի լսում, ուշք ու միտքը ուրիշ տեղ է։ Ստե կա մարդ, որ ուշք ու միտքը տունն է։ Կա մարդ, որ ուշքի միտքը աշխատանքի վայրում է։ Գիտես, հələ ուշք ու միտքդ բեր դեպի Տիրոջ խոսքը։ Աբրահամի ուշք ու միտքը, երբ որ եկավ դեպի Աստված, թափվեց ու խոսքը հասավ տեղ, գիտեք ինչ տեղի ունեցավ։ Հավատք ունեք։ Ով աստեղ հավատում։ Ով ամենաուժեղ հավատացյալը ձեր մեջից։ Ես չեմ էլ կասկածում, որ դուք հավատք ունեք, բայց գիտեք, չէ, եւ պահը գալիս, որ այդ հավատքը քնած է, գործի չենք դնում։ Պահը գալիս, որ այդ հավատքը մնացել է տունը, ու դու գնացել ես առանց հավատքի։ Օրինակ, Աստված խոստմունք է տալիս ու դու չես հավատում, չես վերցնում։ Գիտես ինչ ասում։ Ու Աբրահամը հավատաց Աստծո խոսքին եւ դա նրա համար արդարություն համարվեցավ։ Աբրահամը չի պատկերացնում, իր իրականությունը մի ուրիշ բան է խոսում, բայց ինքը Աստծուց մի ուրիշ բան է լսում։ Քո իրականությունը քեզ մի բան է խոսելու։ Քեզ ավելին ասեմ, այս աշխարհի քո կյանքի իրականությունը անընդհատ փորձելու է քեզ նվաստացնի ու պահի գերության մեջ։ Տարբեր են դրանք։ Մարմնական տկարություն, հիվանդություն, ընտանեկան խնդիրներ, ֆինանսական խնդիրներ եւ այլը եւ այլը եւ այլը։ Եկեք չխորանանք, ասում եկեք վատ բաներից չխոսանք, էլի, բայց ուզում եմ քեզ ասեմ, քո կյանքի իրականությունը քեզ միշտ փորձելու է պահի գերության մեջ։ Աստծո խոսքը շատ լավ բան է ասում։ Իմ ամենասիրած տեղերից մեկն է, ասում է ճշմարտությունը կճանաչեք եւ ճշմարտությունը ազատ կազատի ձեզ այդ գերությունից։ Նշանակում ո՞րն է ճշմարտությունը։ Աստծո կենթանի խոսքը։ Աստծո կենթանի խոսքը այն շինանյութն է, այն շինության նյութն է,
որը բերում է մեզ ճշմարտության, եւ այդ խոսմունքը բռնելով մենք ազատագրվում ենք այդ դժվարություններից ու այդ երևույթներից։ Ամեն։ Մի օրինակ բերեմ իմ կյանքից։ Բայց որ մեկը, հենց ասեք նոր իմանամ։ Այս մեկը ասեմ։ Լավ, եկեք այդ մեկը ասեմ, լավ, այս տարվա մեր եղբայրը երևում է հին բան չի սիրում։ Հները անցան ամեն բան նորա, վсё, այդքանով բավական է, էլ չեմ պատմի։ Փառք Հիսուսին։ Ուրեմն, այսպիսի մի բան ասեմ, տարիներ առաջ, բայց շատ թարմ է եղբայրս։ Դու մինայի տարիներ առաջ։ Աստծո համար մեկ օրը 1000 տարի 1000 տարի մեկ օրվա պես Տերը օրհնի։ Ոնց նայում եմ իմ կողմից մարդիկ կան այս եկեղեցու։ Ուրեմն տարիներ առաջ, ասենց ասեմ, բանկերի հետ կապված հարցեր առաջացավ ու հետո ձգձգվեց մի որոշակի ժամանակ, բայց հետո այդ հարցերը լուծեցի։ Լսում եք, չէ՞։ Այդ վերջինն է կարևոր, որ լուծեցի, թե չէ մնացածը հիշելու են անի ու ասեն լնայի հովիվը բանկերի հետ խնդիր ունի։ Հովիվ բանկերի հետ խնդիր չունի։ Հա, լուծեցի։ Եվ բանկից վերցրեցի փաստաթուղթ, որ բանկը ինձանից ոչ մի պարտք ու պահանջ չունի, ես էլ բանկից չունեմ, դե բանկից ինչ պահանջ ես։ Տերը օրհնի քեզ։ Ու անցավ 5 տարի։ 5 տարի։ Ու այդ փաստաթուղթը ես պահում էի տանը։ 5 տարի ոչ մի զանգ, ոչ մի խնդիր, ոչ մի արտառոց դեպք երևույթ տեղի չունեցավ։ Մեկ օր 5 տարի հետո ես տանը իմ դարակի բոլոր այդ փաստաթղթերն էի նայում ու առանձնացնում, որը արդեն ժամկետն անց էր, որը արդեն պետք չէր, դնում էի մի կողմ եւ թափեցի։ Այդ թուղթն էլ որ վերցրեցի ձեռքս, գիտեք ոնց որ ներսից Սուրբ Հոգին ասի, «Էդի թող մնա»։ Երեխեք գիտեք հետաքրքիր է որնա, որ ասողին լսողա պետք։ Ասողին լսողա պետք։ Լուրջ եմ ասում։ Մենք այնքան ուժեղ հավատացյալ ենք, որ շատ ժամանակ չենք լսում։ Մենք գիտենք ու վсё։ Ու ես էլ ասողին լսող էր պետք։ Ասի դե ինչի սա պետք։ Ու դեն նետեցի։ Ու դենը նետե գիտեք ուր։ Մեզանից ոչ հեռու ոնց է կոչվում այդ մակուլատուրան։ Հենց այդպես մակուլատուրա, հա, այդ այնքան շատ էր, որ այդպես վերցրի տարա հանձնեցի մակուլատուրա։ Գումարը չէր ինձ պետք։ Պրոստը ասյան չթափեմ որպես աղբ, անհրաժեշտ կլինի։ Սիրելիներս, հաջորդ օրը ոնց որ իմ համար պատրաստած ելնեք։ Ասես մի հատ ծրար հայտնվեց մեր պոչտայում։ Վերցրեցի այդ ծրարը, ինքը ճիշտ է, մի քիչ ավելի մեծ էր, եւ գիտեք այնտեղ ինչ էր գրված, որ այսինչ անունով բանկը ձեր դեմ բան ունի ու դուք այդ բանկին պարտքեք մի հատ մեծ կլորիկ գումար։ Մեծ կլորիկ գումար, $3000։ Ում տամ, ում է պետք $3000 պարտք տամ։ Ոչ մեկին։ Ու գիտեք ինչ, ես այդ ծրարը որ վերցրեցի, բացեցի, ընթերցեցի ու հասկացա, որ սա շատ լուրջ հարձակում է։ Ոնց թե 5 տարի անց է։ Ես այդ հարցերը լուծել եմ, խնդիր չկա։ Իսկ ինչի հենց այդ փաստաթուղթը գցեց, լուծ հետո միանգամից եկավ այդպիսի մի լուրջ խնդիր։ Ու ասեմ քեզ պետության հետ չես կարա, չէ՞, վիճաբանես։ Ու ես այս ծրարը դրեցի տանը, ոչ մեկ չիմացավ։ Հետո եմ պատմել կնոջս։ Ես այս ծրարը դրեցի մեքենայիս կողքի նստարանին, ձեռքս մեկնեցին ու սկսեցի աղոթել Տեր իմ Աստված Հիսուս Քրիստոսի անունով, ես արգելում եմ սատանայի այս
գործիքը, որը շինվում է իմ դեմ։ Ես չեմ ընդունում, որովհետև ես մաքուր եւ արդար եմ քո առջև, Տեր իմ Աստված։ Ես անարդարություն չեմ արել եւ ես արդար եմ ու դու գիտես իմ կյանքը եւ ես արգելում եմ այս սատանայի գործիքը, որը շինվում է իմ դեմ։ Սիրելիներս, 3 օր աղոթքից հետո ասեմ քեզ, անես չէ՞ որ սենց ներսդ անհանգստություն չի գալիս, գալիս է անհանգստություն։ Մարդ ենք։ Այդ մարդկային բաժինը հələ չի մեռել։ Մեկ հա, սենց ցույց է տալի, որ ինքը կա։ Երրորդ օրը, երբ որ երրորդ օրն էր արդեն եւ 3 օր ես անես չէր վախեցած աղոթում էի սենց, բայց աղոթում էի համարձակությամբ, որովհետեւ Տիրոջից խոստմունք ունեմ։ Տիրոջ արդարները կընկնեն, բայց Տերը կբարձրացնի, ու կգան փոթորիկներ ու քամիներ, բայց եթե դու Տիրոջ ամուր ժայռի վրա ես հիմնված եւ Աստծո խոսքն է քո շինանյութը, ապա քամիներն էլ կգան, փոթորիկներ էլ կլինեն, բայց քեզ վնաս չի տա։ Այդ խոսքը իմ համար շատ զորավոր էր։ Այն որ Սուրբ Հոգին ասեց ասողին լսողեր պետք չլսեցի, Աստված ինձ սովորացրեց, բա որ քեզ բան եմ ասում, ինչի չես լսում։ Որ քեզ բան է ասում, Աստված ինչի չես լսում։ Արժի չէ լսել։ Համաձայն ես, որ լավ է լսենք, քան չլսենք, ընկնենք խնդիրների մեջ, հետո 3 օր Տերը ինձ սովորացրեց, որ բան եմ ասում, տղա ջան, լսի։ Երրորդ օրը Սուրբ Հոգին խոսեց։ 3 օր լռություն էր, 3 օր ես էի խոսում այդ նամակին, բայց այդ 3 օրը, գիտես ինչ ցույց տվեցի, Տեր իմ Աստված, ես հավատում եմ ու քո խոստմունքը իմ համար ամուր ժայռ է։ Ոչ թե ես նայում եմ իրականությանն ու իրավիճակին եւ ծնկի գալիս նրա առաջ, այլ ես ծնկի եմ գալիս քո առաջ, որ ես իրավիճակը ծնկի։ Գիտեք ինչ տեղի ունեցավ։ Երրորդ օրը Սուրբ Հոգին խոսեց ու ասեց. այդ համարով զանգի։ Իհարկե այնտեղ կար հետադարձ համար, հեռախոս համար եւ ես վերցրեցի ու զանգահարեցի այդ համարին ու այնտեղից ասում եմ, ես ասում եմ, «Էս ինչ հասցեով եւ էս ինչ անուն ազգանունով բան եք ուղարկել, բայց այս հարցերը լուծված է արդեն երկար տարիներ առաջ։ Ինչի համար եք ուղարկել»։ Ու այնտեղից մի ձայն ասում է ինձ, «Իսկ այդ փաստաթուղթը ձեզ մոտ կա»։ Երեխեք հիմա ինչ ասեմ, կա թե չկա։ Չէ, ներողություն, ոնց ասեմ, որ արդար լինի։ Կա, չկա, ինչ կապ ունի, կա, չկա։ Գիտեք հետաքրքիր է որն է։ Ես այդ հաջորդ օրը գնացի այդ մակուլատուրայի տեղը։ Այնքան արագ տեմպերով տարել էին, էլ չգտա։ Բայց հարցը սրանում է։ Ես ունեցել եմ փաստաթուղթ։ Բանկը ինձ տվել է, այսինքն ունեցել եմ։ Հիմա ինչ կապ ունի, հիմա իմ մոտա թե չէ։ Չէ՞։ Ես ունեմ այդ փաստաթուղթը, փաստացի։ Ինչ անենք, որ հիմա մակուլատուրան տարել է։ Ասեմ, գիտեք ինչ կա, ես կխնդրեմ, որպեսզի դուք մտնեք ձեր արխիվները ու գտնեք, որովհետև այդ փաստաթուղթը ես ունեմ։ Ու այնտեղից ասեցին, մենք չենք կարա մտնենք արխիվները։ Ասեցի, այդ դեպքում կխնդրեմ ես հասցեով էլ ոչ նամակ ուղարկեք, ոչ զանգահարեք, ոչ էլ ինձ անհանգստացրեք։ Ու դրանով զրույցը վերջացավ։ Հիմա հարցը դա չի, բայց հարցը նրանում է, թե այդ դժվար իրավիճակի մեջ դու ինչ ես անում, դու ինչպես ես վարվում, դու խառնվում ես իրար, թե դու վերցնում ես Տիրոջ խոստմունքը, փոթորիկը այստեղից գալիս է, ջրերը բարձրացել են, արդեն խեղդվում ես, բայց խոստմունք ունեմ ես։ Այդ խոստմունքով անգամ ջրի տակ
ես չեմ խեղդվի։ Դավիթը ինչ է ասում Սաղմոստերում, ով կհիշի։ Ասում է դժոխքում անգամ լինեմ, Տեր դու այնտեղ ես, ինչից պիտի վախենամ։ Մահվան շուքից զորով էլ գնամ, ինչ էլ որ լինի, որտեղ էլ լինեմ, Տեր դու իմ հետ ես, ինչից պիտի վախենամ։ Մենք ունենք Տիրոջ այս խոստմունքը, թե չէ։ Հալելույա։ Գիտեք, սիրելիներս, Աստված կամենում է Աբրահամին ու Սարային երեխա տա։ Աստված կամենում էր։ Աստված կամենում է այսօր քո խոստմունքները իրականություն դարձնի։ Աստված անես չի, որ հերվից ցույց է տալի ու չի տալի։ Կան, չէ՞, ծնողներ, ասում են ժամանակ կար, որ այնքան դժվար ժամանակներ էր, որ թեյ էինք խմում, շաքար չկար, որ գցեինք թեյի մեջ, մի հատ դնում էինք նայում ու թեյ էինք խմում։ Նայելով էինք խմում։ Գիտես, Աստվածը տենց չի, Աստված որ խոստմունքները տալիս է, ինքն էլ պատրաստ է դարձնի իրականություն։ Բայց այդտեղ մի բան կա։ Եթե իմ ու քո հավատքը խառնվում է այդ խոստմունքներին։ Եթե դու հավատքով վերցնում ես այդ խոստմունքները, իրականություն կդառնան։ Միքեյայի 7-րդ գլխում 7-ից 8-րդ խոսքերում հրաշալի խոսք է գրված, ասում է. բայց ես Տիրոջը կսպասեմ եւ կհուսամ իմ փրկության Աստծուն։ Ինձ պիտի լսի իմ Աստված։ Ինչ իրավիճակ էլ որ լինի, ես իմ Տիրոջը կսպասեմ։ Ամեն։ Քո դժվարությունների մեջ, սիրելիս, քո սպասումները, քո հույսը թող միայն Աստծո վրա լինի։ Աստծո խոսքը լինի քեզ համար միակ այն փրկարար օղակը, որ դու կբռնվես դրանից։ Ուրիշ ոչ մի բան քեզ չի կարա փրկի։ Միայն Տիրոջ կատարյալ խոսքը։ Ամեն։ Երկրորդ Կորինթացիս 12-րդ գլխի 9-րդ խոսքում գրված է այսպես, ասում է. բավական է քեզ իմ շնորհքը։ Կարդացել եք այստեղը։ Որտեղ էր գրված։ Երկրորդ Կորինթացիս 12:9 ասում է. բավական է քեզ իմ շնորհքը, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարվում։ Տկարության մեջ է կա։ Չէ, Աստված ջան, ես կանեմ։ Աստված ասում է, դե լավ արա։ Անում ես ու չի ստացվում։ Լավ Աստված ջան, ես այս հարցերը կլուծեմ։ Աստված ասում է, դե լավ, բալես արա, եթե ուզում ես արա։ Նորից ես անում, ու նորից անհաջողություն է լինում։ Բայց հենց հասկանում ես, որ դու անզոր ես, տկար ես, էլ ուժ ու կարողություն չունես, Աստված ասում է այդտեղ, երբ որ դու հանձնվում ես ինձ, թույլ ես տալիս, այդտեղ հայտնվում եմ իմ զորությունով։ Ամեն։ Սիրելիս, քո ծնկները Տիրոջ համար են, որ մենակ Տիրոջ առաջ ծնկի գաս։ Խնդիրների առաջ ծնկի մի արի։ Ծնկի գալը դա չի նշանակում, երբ խնդիրալնում դու ծնկի ես գալու, ասում ես ես երբեք ծնկի չեմ գալի, չէ։ Ներսևանց քո տրամադրվածությունով, քո վարքով մի կոտրվի խնդիրների առաջ։ Միքեյայի 7:8-ում էլ է շատ հրաշալի բան գրված, որ ու կուզեմ դու այս խոսքը վերցնես ու խոսաս քո խնդիրներին։ Այս խոսքը վերցնես ու երբ որ իրավիճակներ են գալիս, որ քեզ ծնկի բերեն, համարձակ խոսաս այդ իրավիճակներին։ Կարաս այս խոսքը գրես։ Միքեյա 7-րդ գլուխ 8-րդ խոսք։ Ասում է՝ մի ուրախացի ինձ վրա, ով իմ թշնամի։ Քո խնդիրները քո թշնամիներն են, թե չէ։ Հա, թշնամին չի գալի, չէ, քեզ պատիվ տա, թշնամին գալիս է քեզ ծնկի բերի, թշնամին գալիս է քեզ պարտության մատնի, բայց երբ որ դու Տիրոջով ես լցված, համարձակ խոսա ու ասա՝ մի ուրախացի ինձ վրա, ով իմ թշնամի, որովհետև թեև ընկնեմ, վեր կկենամ, թեև խավարի մեջ նստեմ, Տերը ինձ լույս կլինի։ Ամեն։ Հալելույա։ Փառ Տիրոջը։ Ես ժամանակ ունեմ։
Հա, իշքան ամսի 6-ին եմ գնալու, մինչև այդ ունեմ ժամանակ։ Փառքաս։ Գիտեք, Աստվածաշնչի այս խոսքը բոլորս գիտենք, ասում ով որ փնտրի կգտնի, ով որ դուռը թակի կբացվի նրան, հա? Բոլորս գիտենք, հա? Խնդրողին կտրվի, դուռը թակողին կբացվի, փնտրողը կգտնի։ Բայց հետաքրքիր մի sense բան եմ նկատել։ Հիշում եք, ի սկզբանե ասացի, որ այս խոսքը, այս քարոզը ծնվել է հենց քրիստոնեական մեր շրջանակներում տեղի ունեցող իրավիճակներից։ Հիշում եք։ Հասկացաք։ Կան մարդիկ, ում որ հնարավորություն է տրվում եկեղեցի գա, մտնել Տիրոջ ապահովության մեջ, փրկություն ունենա, կան մարդիկ։ Բայց մեկ էլ տեսնում ես, գիտես ոնց, ձեռի հետ, անտարբերությամբ, իմիջայլոց, այսօր կուզի կգա, չի ուզի, չի գա, իրան ավելի կարևոր գործեր ունի, քան ծառայությունը, քան Աստծո խոսքը, քան խոստմունքը, քան եկեղեցին, կան չէ՞ տենց մարդիկ։ Մեր մեջ, ասում եմ, մեր մեջ ելնեին, նստարաններին նստած կլինեին։ Գիտեք, իրականում այս իրավիճակը շատ ցավալի է։ Աստծո խոսքն ասում է, ով որ փնտրի կգտնի, ով որ խնդրի նրան կտրվի, ով որ դուռը թակի նրան կբացվի։ Ցավոք սրտի խնդրում են այնքան ժամանակ, մինչև որ իրանք ասեն բավարար է, վсё, այսքանը ինձ բավական է։ Գալիս են, ստանում են իրենց խոստմունքները, գալիս են Տիրոջից վերցնում այդ օրվա օրհնությունը, ու մեկ էլ շաբաթներով չկան։ Սիրելիներս, գիտեք Աստծո խոսքը, Աստծո օրհնությունը, Աստծո խոստմունքը ինչպես է։ Ով է հիշում Ելիցը, երբ որ դուրս եկան Եգիպտոսից հրեա ժողովուրդը, ու Մովսեսը առաջնորդում էր, ու հետո սովածացան ու երկնքից Աստված ինչ տվեց, մանանա։ Մանանան դա Աստծո խոսքն է, բայց Աստված մի պայման դրեց, ասեց շատ չհավաքեք, հանկարծ չպահեք, որովհետև երբ որ դուք հավաքեք ու դրանք պահեք, կփչանա։ Գիտեք ինչի համար, եղբորս ասացի պես թարմ խոսք եմ ուզում, թարմ վկայություն եմ ուզում։ Աստված ամեն անգամ թարմ խոստմունք ու խոսք է տալիս քեզ։ Ամեն անգամ։ Անես չէ՞ որ գաս այսօրվա մանանան հավաքես, լցնես sense տոպրակներով գնաս, ու ասես դե մի ամիս էս ինձ բավական է։ Մի ամիս բավական չի։ Ինչ կերար այդ օրը կերար, մնացածը փչանալու է։ Դրա համար Տերը ամեն անգամ թարմ է խոսում մեզ հետ։ Հիմա, ամեն, լինում է այնպես, որ Աստված դռներ է բացում մարդկանց համար։ Դուռը թակում են, աղաղակում են, որովհետև խնդիր ունեն։ Ինչքան է եղել մեր անձնական կյանքում, եկեք համաձայնվենք, որ իրավիճակներից դրդված, արդեն էլ չենք կարողանում, դռները թակել ենք երկնքի, աղոթքով ենք թակել դռները, աղաղակով ենք թակել, ու մեկ էլ դուռ է բացվել մեզ համար։ Գիտեք, շատերը դռներ է բացվում, բայց չեն մտնում։ Չեն մտնում։ Տերը քեզ համար դռներ է բացել, սիրելիս։ Փրկության դռներ, օրհնության դռներ, խնդիրների լուծման դռներ։ Գիտես ոնց։ Եկեք այնպես չլինի, մի ոտով ստեղ ենք, մի ոտով այնտեղ։ Հա Տեր իմ Աստված, ես քեզ շատ սիրում եմ, բայց կներես այսօր կարևոր գործեր ունեմ, աշխարհիկ։ Մինչև հափշտակվելդ աշխարհում ես։ Արի ոչ թե աշխարհիկ գործեր արա, այլ աշխարհում հոգևոր գործեր արա։ Կլինի։ Կլինի։ Արդեն եղած է, փառք Տիրոջ։ Անենց որ այնքան լավ է, որ մենք երբ որ դռները բացվում, արդեն քեզ համար բացված է։ Ասա արդեն իմ համար բացված է։ Եկեղեցում ես, ստեղ ես, ու կողքինիդ էլ բզի, որ ինքը իմանա, որ ճիշտ տեղում է։
Չեմ ասում անենց հավեսով մուրը թանի, սենց։ Ահա, իրականում երբ որ դու գիտակցում ես, որ արդեն մեզ համար դռները բացվելու, մենք արդեն Աստծո այն հավիտենություն տանող, Աստծո օրհնություն տանող ճանապարհների դռներով գնում ենք, սիրելիս, էլ հետ մի գնա։ Մի պատմություն պատմեմ դաժան։ Հա? Կարելի է, չէ՞։ Շատ ենք ծիծաղում։ Ղովտին ով է հիշում։ Մի քանի հոգի։ Փառք ասում, որ մնացածը ծանր հետանգերություն չեք արել։ Գիտեք, Ղովտը ահա, աղի գործ ենք արել։ Ղովտը գիտեք ոնց թողեց օրհնությունը, դռներ էր բացված իրեն համար։ Աբրահամը այն օրհնության աղբյուրն էր, որ Աստված այդ օծությունը Աբրահամի միջոցով նաև փոխանցում էր Ղովտին, ու Ղովտն էլ էր օրհնված։ Այսօր Աբրահամի այդ օծությունը եկեղեցին է, որ եկեղեցու միջոցով, հովի միջոցով Աստված այդ օծությունը, այդ խոսքը բերում ու բաժանում է, հոսում է ու գալիս է ամեն մեկիս վրա։ Գիտեք, քանի որ Ղովտը Աբրահամի կողքին էր, ինքը օրհնված էր։ Շատ էր օրհնված։ Աստծո խոսքն ասում, ասում է այնքան էր օրհնված, 13-րդ խոսքը ծննդից, ասում է այնքան էր օրհնված, որ արդեն այնքան էր շատացել իրենց ունեցվածքը, որ արդեն իրար մեջ կռիվ էր, հովիվների մեջ, մեր հովիվների չէ, այն ժամանակվա չոբանների մեջ։ Հա, ու գիտես հետաքրքիրը որն է։ Հետաքրքիրն է, որ Ղովտը որոշեց առանձնանա։ Այնքան դուրս գալիս է այս պատմությունը, ու այս պատմության մեջ դուրս գալիս է Աբրահամի խոնարհությունն ու մեծությունը, սիրելիներս։ Աբրահամը ոնց որպես մեծ հասակով ինքը չասեց. «Այ տղա, ուր ուզում ես գնա, բայց ես կընտրեմ հետո դու»։ Աբրահամը մեծահոգի էր ու խոնարհ։ Աբրահամի հույսը տարածքը չէր, Աբրահամի հույսը Տերն էր։ Այնքան լավ է, որ մենք իմանանք, մեր օրհնությունը ոչ թե աշխարհից է, մեր օրհնությունը Տիրոջից է։ Աշխարհի մեջ անգամ Աստված մեզ համար օրհնության աղբյուրներ ունի պատրաստած։ Լիք ու անսահման։ Դու հələ չգիտես, եկեք լսենք Սուրբ Հոգու ձայնը։ Ու Սուրբ Հոգին մեզ կառաջնորդի։ Ու ինչ տեղի ունեցավ, Ղովտը վերցրեց իր ընտանիքը, հարստությունը ու գնաց, ասում է, նայեց, տեսավ Սոդոմն ու Գոմորը դրախտի պես, այսօր մենք ինչով ենք շարժվում, մեր աչքի տեսածի պես, մեր ականջի լսածի պես, մեզ հաճելի եղող բաները համարում ենք ճիշտ։ Իսկ Աբրահամը գնաց ընդ որտեղ Աստված ասեց։ Ղովտը գնաց, Սոդոմ ու Գոմոր ասում է, որը դրախտի պես էր, ու երբ որ գնաց, հետո մենք Ղովտի մասին երբ որ կարդում ենք, տենում ենք, էլ ոչ մի հարստություն չունի։ Ինչ եղավ նրա հարստությունը։ Սովորական դարձավ այդ քաղաքի բնակիչ, որը լցված էր մեղքերով։ Սիրելիներս, ասում է արդարը 7 անգամ կընկնի, բայց Տերը կբարձրացնի։ Բայց կան մարդիկ, ում որ Տերը ինչ որ մեկի աղոթքի ու խնդրվածքի շնորհիվ է բարձրացնում։ Չլնենք այդ մարդը։ Աբրահամի շնորհքով, Աբրահամի խնդրվածքով Աստված Ղովտին ու նրա ընտանիքը փրկեց։ Գիտեք ինչ արեց։ Ասեցին բարձրացեք սարերը։ Չէին ուզում։ Գրվածը հրեշտակները նրանց վերցրեցին ու տանում էին։ Ճանապարհ էին բացել, դուռ էին բացել, օրհնության, փրկության դուռ էր բացված։ Ղովտի կինը շրջվեց ու հետ նայեց։ Ու ինչ եղավ։ Արձան դարձավ։ Գիտես, սիրելիս, եկեք չլինենք այն մարդիկ, որ մեզ համար դռները բացված, մենք անընդհատ աշկներս դուրս նլնի, հա, մի ոտքով ընդել չլնենք, մի ոտքով ստեղ, այլ ամբողջովին բացվելա դռները, հներն անցան, ամեն բան
նոր անում Տերը մեր կյանքում։ Գնանք դեպի այդ օգնությունները, ամեն։ Ամեն։ Հետաքրքիր է ձեզ այս խոսքը։ Հալելույա, փառք Հիսուսին։ Եկել եմ ստեղ, որպեսզի համոզվեմ Սուրբ Հոգուց է այս խոսքը, թե չի։ Տերը շատ օրհնի ձեզ։ Մի քանի կարևոր բաներ էլ ընթերցեմ Աստվածաշնչից ու երևի դրանով ավարտեմ, լավ։ Փառք Հիսուսին, ով է ուզում շուտ ավարտենք։ Մի երկու օրից։ Հալելույա։ Իմաստուն ճարտարապետը կառուցում է իր տունը ճիշտ շինանյութով եւ ամուր ժայռի վրա։ Եկեք լինենք իմաստուն ճարտարապետներ։ Ամեն։ Սաղմոս 37 3-ից 40 խոսքերն եմ կարդալու, բայց կարդանք։ Կարևոր խորհուրդներ նաեւ։ Ամեն, որը մեզ անհրաժեշտ է։ Սաղմոս 37 3-րդ խոսքից։ Ասում է Տիրոջը հուսա եւ բարի արա, բնակվիր երկրում եւ հետևիր ճշմարտությանը։ Լավ խոսք է, չէ՞։ Նայեք, կարևոր մի բան, միգուցե շատ անգամ ընթերցել ենք, բայց շատ խորը ուշադրություն չենք դարձրել։ Ասում է Տիրոջը հուսա։ Սիրելիս, ինչ ուզում ա լինի, քո հույսը թող Տիրոջ վրա լինի։ Ինչ ուզում ա լինի, մինգի դրա ջրերը։ Այդ ջրերն ընկար կխեղդվես։ Ինչքան ա եղել, օրինակ եղբայրներին եմ հարցնում, ընկել ես ուրիշի խելքին ու լուրջ խնդիրների մեջ ես հայտնվել։ Հա? Այնքան տենց իրավիճակներ եմ լսել, ասում ա, լսի իմ տղեն մեղավոր չի, ընկերների խելքին ընկավ, ընկերների ջրերն ընկավ, գնաց նստեց։ Հա? Մենք անձամբ գիտենք, այնքան մարդիկ գիտենք, անձամբ գիտենք մի նաև մեր մոտ այդի տեղի ունեցել, մեր եկեղեցում չէ, Ռոստովում, ընկել անկերների խելքին ընդհանրապես այդ թեմայից դուրս գնաց է հետները, ընկերները ողջ են մնացել, իրան դանակահարել են, ինքը մահացել է։ Հասկանում եք, մի ընկեք այդ ջրերը, սիրելիս, այդ ջրերը քեզ խեղդելու են, քո հույսը ամեն իրավիճակում դիր Տիրոջ վրա։ Ամեն։ Եվ շարունակում ասում է բարի արա։ Կա չէ, մեկ-մեկ սիրտը չարանում է։ Մեկ-մեկ այնպես բաներ ես տեսնում, ասում ես, այս սրա պատասխանը ոնց չտամ։ Արդար չի։ Սիրելիս, ասում է ով ինչ անի իրան կանի, լսել եք։ Հայ Աստվածաշնչյան խորհուրդ է։ Ինչի եմ ասում հայ Աստվածաշնչյան, որովհետև շատ ժամանակ երբ որ հայ ասույթները գիտեինք, հետո գիտեինք, թե մենք հայրս ենք օրինել, բայց հետո որ սկսում ես ընթերցել Աստվածաշունչը, հասկանում ես, որ մեր նախնիները Աստվածաշնչից են վերցրել։ Այսինքն, ով ինչ անի իրան կանի, փոս փորողը ինքն է փոստ ընկնում։ Ու Աստծո խոսքն էլ ասում է բարի արա, ով ինչ ուզում անի, դու բարին արա, գիտես ինչի, որովհետև դու քո արածի համար ես պատասխան տալու։ Ինքն էլ իր չարության համար է պատասխան տալու։ Ինչի համար ուրիշի չարությունը մեզ համար դառնա խնդիր։ Եվ ասում է հետևիր ճշմարտությանը։ Այմարդ այնքան ճանապարհներ կան, բայց դու հետևի ճշմարտությանը։ Ամեն։ Շարունակեմ, 4-րդ խոսք ասում է ցնծատերով։ Եվ նա կտա քեզ քո սրտի ուզածները։ Երբ որ դու Տիրոջով ցնծում ես, այմարդ ես մեկը Բենթլի է քշում, այն մեկը 6 հարգանի տուն է կառուցում, այն մեկը լիքը ֆինանսներ ունի, այն մեկը մարոժնի է ուտում, չգիտեմ, այն մեկը ինչ է հագնվում, այ մարդ մի նայի սրան նրան ու վատացի, ասում է ցնծա Տիրոջով, Տեր սրա բոթազներն եմ ուզում, նրա բոթազները մի ուզի, ոտիդ չի լինի, նրա տունը պետք չի, նրա ունեցվածքը պետք չի քեզ, մի նայի ու սենց, գիտես ինչ արա, ցնծա Տիրոջով, ինչ ունես ուրախացի դրանով։
Մի հատ օրինակ բերեմ, ովքեր երեխաներ ունեն, այդ օրինակը բերում եմ։ Մենք էլ ենք երեխա եղել։ Օրինակ, որ գալի տեն մեզ երկու երեխեքիդ մեջ sense խռովություն կա, ունչի համար մեկի ձեռից բան ուզում տանի, ու հասկանում ես նախանձության ու խնդիր կա, չես ասում, չէ, բալես, հեսա քեզ էլ կտամ։ Առաջ երթին ուզում ես այդ երեխաներիդ մեջ հաշտություն կա։ Երեխան հասկանա, որ պետք չի, ես պապան ինձ կտա։ Երբ որ պետք չի, պապան ինձ կտա, պապան այդ ժամանակ ասում է, բալես, արի գնացինք, ես քեզ ավելի լավը կառնեմ։ Համաձայն ես։ Այնպես որ երբ որ ցնծում ես այն ինչ որ ունես, գոհանում ես Աստծուց, այտենց էլ գրված է, չէ՞։ Նա կտա քեզ քո սրտի ուզածը։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Մյուսը, երրորդը, ասում է Տիրոջը հուսա եւ հանձնիր քո ճանապարհները նրան, եւ նա կկատարի։ Աստծուն հույսը դիր եւ քո ճանապարհները հանձնի Աստծուն։ Տեր, հավատում եմ, վստահում եմ, բայց ես իմ ճանապարհներն ունեմ, քո ճանապարհները հանձնի Աստծուն, սիրելիս։ Շատ կարևոր մի բան։ Հենց հանձնեցիր, Աստված քեզ վատ տեղ չի տանի։ Բայց ինչքան էլ դժվար տեղով տանի Աստված, իմացի, որ Աստված ինքը քեզ պահելու է։ Ինչքան էլ դժվար երևա, բայց դու Աստծո հետ ես, որովհետև հանձնել ես Աստծուն քո ճանապարհները։ Հաջորդը։ Ասում է, եւ քո արդարությունը դուրս կհանի լույսի պես, եւ քո իրավունքը կես օրվա պես։ Մենք բոլորս արդարության ջատագովներ ենք, հանկարծ մեր թասիբին չկպնեն, այս ինչ բանը արդար չէր եւ այլն։ Աստված ասում է, լսի, դու քո ճանապարհները ինձ հասնի, հուսա ինձ, ես քո արդարությունը լույսի պես կհանեմ։ Ճշմարտությունը կթակավորի, երբ որ մենք հանձնենք Աստծուն։ Թույլ տանք Տերը մեր թասիբը պահի, էլի։ Հա? Լավ է, չէ՞ որ Տերն է քո թասիբին կանգնում։ Օրինակ Դավիթը ոցվեց թագավոր, միջև մեկն, երկուսն, Դավիթը ոցվեց թագավոր, Դավիթը ոցվեց թագավոր, բայց ինքը երբեք իր իշխանությունը դրոշակ չվերցրեց ու հարձակվեց Սավուղի վրա։ Նա թույլ տվեց Աստված իր թագավորությունը հաստատի։ Նա թույլ տվեց, որ Աստված իր արդարությունը լույսի պես ջրի երեսանի։ Այսօր ինչ որ տեսնում ես, ինչ որ խնդիրներ ու հոգսեր կան, ինչ որ մարդիկ կան, որ իրականում խնդիր են ու անարդար են վարվում, սիրելիս, եղի աղոթող իրանց համար։ Հա? Գիտես որը կլինի քո ամենալավ վարքը, երբ որ սիրով մոտենաս այդ մարդուն, այդ մարդու հետ սիրով խոսես, փորձես այդ մարդուն ուղղություն տաս, բայց եթե չընդունի, մի քանի քայլ հետ կանգնի ու սկսի աղոթել իր համար։ Աղոթքը ամենաուժեղ զենքն է, վստահելը ամենաուժեղ զենքն է, վստահի Տիրոջը եւ Տերը այդ արդարությունը կբացահայտի։ Հալելույա, իհարկե, հələ դեռ շատ կա, բայց եկեք վերջացնեմ, տեղ ունեմ գնալու։ Առաջի Պետրոս 2-րդ գլուխ 5-րդ խոսք, վերջի տեղն եմ կարդում։ Դուք էլ կենդանի քարերի պես շինվեցեք, հոգևոր տաճար, սուրբ քահանայություն, որ հոգևոր պարգևներ պատարակներ մատուցեք Աստծուն, ընդունելի Հիսուս Քրիստոսի ձեռով։ Դուք էլ կենդանի քարերի պես շինվեցեք հոգևոր տաճար, սուրբ քահանայություն։ Սիրելիներս, ահա թե ինչի համար Աստված մեզ ընտրել ու կանչել, որ ոչ թե մենք երկմտենք ու ժամանակ առ ժամանակ, այլ բացված դռները բաց չթողենք, իմաստուն ճարտարապետի պես գանք դեպի Տիրոջ սրահները, գնանք այդ բացված դռներով ու Տիրոջ կատարյալ խոսքի զորությունով կառուցվենք ու շինվենք որպես հոգևոր տաճարներ, որպես սուրբ քահանայություն։ Հալելույա։
Փառք ամենակարող Տիրոջը։